տեսանելի ապագայում, այսինքն տեսանելի ապագայում այս հակամարտության կտրվածքով եմ ես ասում, առնվազն առաջիկա 1 շաբաթ 10 օր։ Այս կտրվածքով հաստատապես 1 շաբաթը ես կասեմ, իհարկե ասեմ իմ սուբյեկտիվ կարծիքն է, հակամարտությունը դեռևս շարունակվելու է։ Եվ շատ հնարավոր է, որ մենք էսկալացիայի, այսպես կտրուկ թեժացման ականատես ևս լինենք, որովհետև այո, շատ լուրջ խոսակցություններ կան ցամաքային գործողությունների մասին, Իրանն էլ հայտարարել է, որ ամբողջովին պատրաստ է այդ սցենարին։ Այս պատերազմի ընթացքն էլ 1 ամսվա ընթացքում ցույց է տվել, որ գոնե ամերիկյան գործողությունները հախուռն են, պահի տակ, ինչպես դուք ասացիք, Թրամփի խոսքերը, պահի տակ որոշումները, որոնք կայացվում են, չունեն ռազմավարական խորք, դա միանշանակ ցույց է տվել այս ընթացքը, պատերազմինը, եւ խնդիրներ են առաջացնում, այսինքն հայտնվում են փակուղում եւ նպատակին չեն հասնում, սա միանշանակ է արդեն բոլորը, անգամ արևմտյան մեդիան, Ամերիկայում խոսում են այդ մասին, նույնը կարելի է ենթադրել նաեւ ցամաքային ներխուժման հետ կապված, որովհետեւ տեղանքին ծանոթ լինելով, հնարավորություններին ծանոթ լինելով, լոգեստիկա ապահովելուն հարցը, որի մասին զգուշացնում են ռազմական տարբեր փորձագետներ հենց արևմուտքում, վկայում են այն մասին, որ ցամաքային հարձակումը կարող է վերածվել իմ կարծիքով Վիետնամի նման մի բանի Միացյալ Նահանգների զինված ուժերի համար։ Սա կարճ ես ասեմ, Թրամփի մասին էլ այո, 3 էլ նորից մամլո ասուլիս է եղել, հայտարարություններ է արել, յուրաքանչյուր երկրորդ նախադասությունը հակասել է առաջին նախադասությունին։ Մենք բանակցելու ենք, մեծ հնարավորություն կա պայմանավորվածության հասնելու, երկրորդ նախադասությունը միգուցե պայմանավորվածությունները չկայանան։ Ինձ համար կարևորը Իրանի նավթն է եւ նման խոստովանումներ, անընդհատ հակասող նախադասություններ, մեկը մյուսին հակասող նախադասություններ, մեկ ուրեմն հաստատության ընթացքում միայն կարելի է հուսալ, որ դեռևս Սպիտակ տանը կգտնվեն խելացի եւ ռացիոնալ մարդիկ, որոնց կհաջողվի այնուամենայնիվ Թրամփին հետ պահել հերթական արկածախնդրությունից, դա ցամաքային ներխուժումն է, որը էսկալացիան շատ կթեժացնի եւ հետևանքները ահավոր են լինելու։